Ընդհանուր պարոն Գալստյանը իհարկե ներկայացրեց են հիմնական դրույթները, հիմնական կետերը, որ մեզ անհանգստացնում են, որով մեր կլինի քաղաքացի, թե կլինի որոշակի առումով քաղաքականությամբ զբաղվող մարդ ինչով անհանգիստ ենք։ Ակնհայտ է, որ դրանցից այդ ամեն ինչից այսօրվա առօրյա անընդհատ պետության, կառավարության, իշխանության, ընդդիմության սեղանին պետք է լինի մի կողմից արցախցիների վերադարձի իրավունքի խնդիրը սարքել միջազգային օրակարգի հարց եւ մյուս կողմից այդ մեր 100,000-ավոր քաղաքացիներ, ես պատահական չի որ ասում մեր քաղաքացիներ, որովհետեւ մեր կարծիքով արհեստական ու ոչ իրավաչափը Արցախի այն քաղաքացիներին, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր, համարել ինչ որ մի որոշմամբ, որ իբր թե այդ անձնագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին չի։ Որևէ իրավական հիմնավորում, իրավաչափ հիմնավորում ոչ տրվել է, ոչ է կարա տրվի դրան։ Եվ հետևաբար դրանով ու ոչ միայն դրանով պայմանավորված մեր պետությունը, ընդհանուր ասեմ պետությունը, որ դրատակել հասկացեք ամեն ինչ որ պետության էլեմենտները իրենց ենթադրում են, պետք է ուժերի ներածին չափով ու դրանից էլ մի քիչ ավել ջանք գործադրեն, որ Արցախից բռնի տեղահանված անձինք իրենց ընտանիքներով կարողանան նվազագույն, բայց արժանապատիվ կեցությունը ապահովեն իրենց Հայաստանի Հանրապետությունում, որտեղ սա հավասարաչափ ինչքան իմ հայրենիքն է, այդքան տվյալ մարդկանց, այդքան ձեր հայրենիքն է։ Ու այդ դժվարին իրավիճակում, որ Արցախից բռնի տեղահանվածները հայտնվել են նաև այն պատճառով, որ բոլորիս անվտանգությունն է խոցվել։ Ոչ թե այդ մարդիկ են այդ վնասը մենակ կրել, մեր ընդհանուր երկիրն է, մեր հայրենիքն է այդ վնասը կրել։ Հետևաբար դրա հետևանքն ու բեռը բոլորս որպես հասարակության մասնիկներ, մեր պետությունը ընդհանուր որպես միավոր, քաղաքական ու կազմակերպական պետքա կրի իր վրա վերցնի։ Այսինքն այդ մարդիկ իրենց օրվա կեցության, իրենց արժանապատիվ ապրելու, իրենց երեխաներին, չգիտեմ, դաստիարակելու, ուսման տալու նմանատիպ հարցերում ես կարծում եմ պետքա խնդիրներ լինեն, բայց մեծ խնդիրների չհանդիպեն, այսինքն այդ հարցերը պետքա ապահովված լինի։ Ես էլ ինչքանով որ հետևել եմ, այն հարցերին, որ դուք բարձրացնում եք, կա որոշակի անհամապատասխանություն նաև ծրագրերի առումով, մինչև մյուս ծրագիրը պետքա գործի դրվի, մեկը դադարեցվում է եւ այլն, անթույլատրել է այդ կազմակերպչական բաց թողում, չասեմ, սխալները, որը պետությունը չպետք է անի։ Այսինքն մենք այս հարցերը շատ լավ հասկանում ենք ու մարդ պետքա իր հələ կենսական ապահովման հարցերը կարողանա լուծի, որպեսզի առաջ գնա նաև կապված արցախցիների հետ վերադարձի եւ մնացած հարցերին կարողանա տեր կանգնի։ Այդ մասով էլ, ինչպես պարոն Գալստյանը ասեց, մենք այն ինչով կարողանանք օգտակար լինենք, կլինի դա բարձրաձայնել, կլինի դա մեր մասնագիտական գիտելիքների շրջանակներում օժանդակություն տալ, ձեր կողքը լինել, ձեր համար հասանելի լինել, մենք դրա համար այսօր ստեղ ենք, որպեսզի լսենք նաև ձեր պատկերացումը որն է։ Ինչքանով անհրաժեշտություն տենում եք մեր ներկայության ու մասնակցության, ինչքանով գուցե չեք տեսնում։ Այդքանով մենք պատրաստ ենք, ստեղ ենք ու վաղնել մյուս օրն էլ, երբ որ դուք դրա կարիքը կաք, մենք ձեր կողքն ենք։ Նաև ես հաճույքով ու ուշադրությամբ կլսեմ արդեն նաև դուք ինչ եք ասում, ինչի անհրաժեշտություն տենում եք, հաշվի առնելով ճիշտ է, մենք կառավարության ներկայացուցիչներ չենք, մենք պետական լծակներ չունենք, բայց էլի ձերպես մարդիկ ենք, որոնք այս հասարակության մեջ ապրում են ու սրտացավ են այն ամենի մասով, ինչ որ ասեցինք։